Վարդես Սորվալարոսի կարևոր նորություններն է ներկայացում Օրիզոն լրատվականը 3 հունիսի չորեքշաբթի։ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հեռախոսազրույց կունենան քննարկելու Եվրամիության աջակցությունը Հայաստանին։ Բրյուսելից հաղորդում են Ազատության աղբյուրները։ Ըստ այդ տեղեկությունների Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, թեև դրա հստակ ծավալ դեռ որոշված չէ։ Դրամական օժանդակությունից բացի ըստ նույն աղբյուրների Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար սահմանել արտոնյալ պայմաններ առևտրի ոլորտում, թե հայկական որ ապրանքների վրա կարող է տարածվել այս արտոնյալ ռեժիմը առայժմ հայտնի չէ։ Հայ եւ թուրք գործարարները հանդիպել են Կարս քաղաքում, քննարկել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության առևտրի ոլորտներում։ Կարսի առևտրի եւ արդյունաբերության պալատի նախագահը նշել է, որ տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ապագայի համար նա հույս հայտնել, որ կայացած յուրաքանչյուր հանդիպում կհանգեցնի նոր ներդրումների եւ բարեկամական կապերի ձևավորման։ Թուրք եւ հայ գործարարները նաեւ փակ ձևաչափով B2B հանդիպումներ են անցկացրել սննդի, արդյունաբերության, տեքստիլի, շինարարության, զբոսաշրջության եւ տեխնոլոգիաների ոլորտների առնչվող հարցերի շուրջ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ TRIP նախագիծը կարող է հեղափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը եւ դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հագույց։ Այս մասին նա հայտարարել է Սենատում լսումների ժամանակ։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Հայաստան կատարած շատ կարճ այցի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղարը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար ստորագրեցին TRIP նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Երևանում Միացյալ Նահանգների պետքարտուղարի օդանավի վայրեջքի ու վերելքի միջև տևողությունը մոտ 1 ժամ էր։ Բայց այդ ընթացքում Հայաստանի իր գործընկերոջ հետ երկկողմ հանդիպումը ավարտվեց հայ-ամերիկյան փաստաթղթերի ստորագրմամբ։ Եվ այդ շրջանակում էր, որ նախաստորագրվեց TRIP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Երեք այդ փաստաթղթին եւ TRIP-ի նշանակությանը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Միացյալ Նահանգների Սենատի լսումների ժամանակ։ Մենք ստորագրեցինք TRIP համաձայնագիրը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև։ Գիտեմ, որ այն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի խարիսխն է, եւ դա կարեւոր է, բայց դա շատ ավելին է, քան պարզապես խաղաղության համաձայնագրի խարիսխ լինելը։ Այն իսկապես հնարավորություն ունի հեղափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը եւ դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց։ Այն լուծում է հասանելիության հարցը, որը մտահոգում էր Ադրբեջանին եւ գրգռում հարաբերությունները։ Բայց սա շատ ավելին է, քան դա։ Այն հնարավորություն ունի շատ հզոր ձևով վերափոխելու Հայաստանի տնտեսությունը։ Ռուբիոն TRIP-ի նշանակությունը դիտարկել է ոչ միայն տարածաշրջանային, այլև հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում, նշելով, որ այն վերականգնել է երկկողմ հարաբերությունները։ Երկար ժամանակ մեր հարաբերությունները Հայաստանի հետ բավականին լճացած էին եւ շատ դեպքերում ես կպնդեի, որ գրեթե գոյություն չունեին։ Այն նաեւ վերականգնել է մեր երկրների միջև այդ հարաբերությունները եւ թույլ է տալիս ուսումնասիրել հնարավորությունները բոլոր ոլորտներում։ Ռուբիոն հույս է հայտնել, որ TRIP-ի նախագիծը թույլ կտա խթանել մասնավոր ներդրումները այդ երթուղում իշա ամերիկյան ընկերությունների, բայց նաև իշա Հայաստանի, Ադրբեջանի եւ տարածաշրջանային այլ երկրների։ Ապա նաև ավելացրել է, որ ամերիկյան ընկերությունները կշահեն, բայց դրա բացման վերջնական շահառուն կլինի հայ ժողովուրդը։ Եվ կարևոր է դրա իրականացումը։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք դրա առաջխաղացման վրա եւ ապահովենք, որ ամերիկյան ընկերությունները կարողանան ներդրում ունենալ ենթակառուցվածքներում, երկաթուղում, մայրուղում, այն ամենում, ինչ անհրաժեշտ է այդ միջանցքի բացման համար։ Մենք կարիք չունենք գերիշխելու դրա վրա։ Մենք չենք խնդրում ամերիկյան տնտեսական մենաշնորհ, բայց մենք ուզում ենք, որ մեր ընկերությունները արդար մրցակցություն ունենան այնտեղ եւ ի դեպ շատ դեպքերում համագործակցելով հայկական ընկերությունների հետ, որպեսզի դա դառնա փոխադարձաբար օգտակար։ Այս մասին խոսելով Միացյալ Նահանգների պետքարտուղարը ըստ էության շարունակել է իր նախորդ միտքը, ըստ որի Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ներգրավվածությունից։ Կան ապացույցներ, որ Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի գործող վարչապետը վերընտրվի Միացյալ Նահանգների հետ Հայաստանի աճող հարաբերությունների ֆոնին։ Հստակեցնելու համար մենք այնտեղ չենք Հայաստանի ինքնիշխանությունը խախտելու համար։ Մենք չենք խնդրում նրանց բարեկամություն չանել այլ երկրների հետ։ Մենք պարզապես ուզում ենք նրանց հետ ունենալ հարաբերություններ, որոնք կառուցված կլինեն ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է։
Թրիփի նախագծի իրականացման առաջընթացի հարցում ակտիվություն արդեն իսկ նկատվում է։ Այդ նպատակով արդեն երրորդ անգամ Հայաստանում էին ամերիկյան ICOM ինժեներական խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչները։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը իր էջում այդ մասին տեղեկություն է հրապարակել կից տեսանյութով։ Մենք Հայաստանում ենք աշխատելու թրիփի շուրջ եւ երկաթուղային ենթակառուցվածքների ասպարեզում մեր փորձառությամբ նպաստելու նախագծի առաջընթացին։ Մենք արդեն երրորդ անգամ ենք այստեղ եւ անհամբերությամբ սպասում ենք աշխատանքների իրականացման հաջորդ փուլին, որը ներառելու է տեղանքի պայմանների ուսումնասիրություն եւ ուղու առանձին տարրերի հստակեցում։ Միջազգային ճարտարագիտախորհրդատվական այս ընկերությունը ներկայացված է աշխարհի տարբեր երկրներում եւ գործակցում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության հետ։ Տիսնե Ալագուլյան, Հորիզոն։ Միացյալ Նահանգները եւ Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Արդյոք կարող են ձախողվել բանակցությունները, Թեհրան հայտնում է, որ իրեն կարող են շարունակել շփումները, բայց չեն վստահում Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգների նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ այսպես թե այնպես պետք է գնալ գործարքի։ Հարվածների մասին առաջին հաղորդագրություններից հետո Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց, որ հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ հարձակվել է Բահրեյնում տեղակայված Միացյալ Նահանգների 5-րդ նավատորմի շտաբի, նաեւ տարածաշրջանային մեկ այլ երկրում գտնվող ավիաբազայի եւ ուղաթիռների վրա։ Միացյալ Նահանգների զինված ուժերն էլ իրենց հերթին հայտնեցին, որ իրանական հրթիռները գիշերը հարվածել են Բահրեյնին, Քուվեյթին եւ տարածաշրջանային այլ թիրախների, բայց Վաշինգտոնի տվյալներով դրանք կամ չեն հասել թիրախներին, կամ հետ են մղվել։ Բահրեյնի ուղղությամբ արձակված 3 հրթիռները վնասազերծվել են։ Հրապարակման համաձայն ամերիկյան ուժերը խոցել են նաև տարածաշրջանային ջրերում քաղաքացիական նավեր թիրախավորող իրանական ԱԹՍ-ները։ Թիրախավորվել է նաև Հորմուզի նեղուցին կից Քեշմ կղզին։ Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել է, որ Քուվեյթի միջազգային օդանավակայանը եւս Իրանի կողմից օդային հարձակման է ենթարկվել։ Կամ վիրավորներ, օդանավակայանի առաջին տերմինալը լրջորեն վնասվել է։ Այս ամենին զուգահեռ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանն ու Միացյալ Նահանգները օրեր առաջ դադարեցրել են բանակցությունները, թեև Միացյալ Նահանգների նախագահը երեկվանից արդեն երկրորդ անգամ է հերքել դա։ Տեղեկություններն այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները դադարեցրել են խոսել մի քանի օր առաջ, կեղծ են եւ սխալ։ Մեր միջև խոսակցությունները շարունակվում են ներառյալ 4 օր առաջ, 3 օր առաջ, 2 օր առաջ, 1 օր առաջ եւ այսօր։ Թե որտեղ են նրանք տանում, երբեք չգիտես, բայց ինչպես ես ասացի Իրանին, ժամանակն է այսպես թե այնպես, որ դուք գործարք կնքեք։ Դուք դա անում եք արդեն 47 տարի եւ այլևս չի կարելի թույլ տալ, որ դա շարունակվի։ Իրանի խորհրդարանի փոխնախագահ Մոջթաբա Նիգզատն էլ ասել է, որ իրենք անհրաժեշտության դեպքում կբանակցեն։ Սխալ է ասել, որ մենք միայն կռվում ենք եւ բանակցություններ չենք վարում։ Մենք կբանակցենք անհրաժեշտության դեպքում, բայց չենք վստահում ամերիկացիների որևէ խոստման։ Նրանք մեր դեմ հանցագործություններ են կատարել ամենադաժան ձևով։ Իդեպ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հրադադարի հաստատումից ի վեր արդեն 4-րդ անգամ է խախտվում հրադադարը։ Տիսնե Ալագուլյան, Հորիզոն։ Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է 956,400 եվրո չհայտարարագրված կանխիկ դրամական միջոցների տեղափոխման դեպքեր։ Մանրամասները Պեկի տրամադրած տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն մաքսային իրավախախտումների եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում լայնածավալ միջոցառումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կանխիկ դրամական միջոցների անօրինական տեղափոխման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ։ Օրերս ՊԵԿ էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման եւ հսկողության Զվարթնոց եւ Երևանի բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերել են խոշոր չափի չհայտարարագրված կանխիկ արտարժույթ, ընդհանուր 956,400 եվրո կանխիկ դրամական միջոց։ Այսպես, Դորմոնդ Երևան չվերթի ուղեբեռների նախնական ռենտգեն տեսազնության ժամանակ մաքսային ծառայողները կասկածներ են ունեցել որոշ ուղեբեռների վերաբերյալ։ Ուղևորներից երկուսին, որոնք ինքնուրույն ընտրել էին երկուղի համակարգի կանաճուղի ընթացակարգը, կանաճուղու ելքի գիծը հատելուց հետո մաքսային ծառայողները ուղեկցել են մաքսային հսկողության կարմիր ուղու գոտի, որտեղ ենթարկվել են մաքսային տեսազնման։ Արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի ՄՆ-ին պատկանող ուղեբեռներում հայտնաբերվել են առանց համապատասխան մաքսային հայտարարագրման Հայաստան տեղափոխված ընդհանուր 578,050 եվրո կանխիկ դրամական միջոց։ Նույն գործողությունների շրջանակում զննության են ենթարկվել նաև Նիդերլանդների թագավորության քաղաքացի Աննայի ուղեբեռները։
հայտնաբերվել է առանց համապատասխան մաքսային հայտարարագրման օդային ճանապարհով Հայաստան տեղափոխված 378,350 եվրո կանխիկ դրամական միջոց։ Նշեմ, որ մաքսային հսկողության շրջանակում կանխիկ խոշոր չափի 956,400 եվրո արտարժույթի տեղափոխման դեպքի առնչությամբ ՀՊԿ էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության, ինչպես նաեւ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ եւ ներկայումս իրականացում են օրենքով սահմանված գործողություններ։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է սահմանը հատող անձանց նախապես ծանոթանալ գործող մաքսային կանոններին եւ կատարել օրենքով սահմանված պարտավորությունները, ապահովելով մաքսային գործընթացների օրինական եւ թափանցիկ իրականացումը։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Ընտրության օրը տեղամասային կենտրոնում քվեարկության գործընթացի կարգուկանոնի պատասխանատուն հանձնաժողովներն են։ Կենտրոն մուտքից մինչև ընտրողի քվեարկելու ավարտն ու տեղամասից դուրս գալը հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրն իրեն վստահված աշխատանքն ունի կատարելու, որոնք օրենսգրքով են սահմանված։ Հունիսի 7-ից առաջ բոլոր տեղամասային հանձնաժողովների անդամները դարձյալ ծանոթանում են, իրազեկվում, թե ինչ է պահանջվում իրենցից քվեարկության մեկնարկից մինչև ավարտը։ Շատ իրեղեք, մենք շեշտեցինք, որ որևէ մի կուսակցության վստահված անձ իրավունք չունի տարբերանշան կուսակցության կրել իր վրա, որպեսզի դա չհամարվի քարոզ կամ ուղղորդում։ Ընտրության օրը տեղամասային կենտրոններում քարոզ կամ ուղղորդում չեն կարող անել ոչ միայն վստահված անձինք ու դիտորդները, նաև հանձնաժողովականները։ Քաղաքական դիրքորոշումներն ու կուսակցական պատկանելությունն այդ մեկ օրն իրենց վստահված տեղամասերում շահարկելու ու օգտագործելու տարածք չեն։ Պատասխանատվությունը պետք է լինի քո կուսակցության շահերը չպետք է պաշտպանես, որ կուսակցությունից կամ դաշինքից որ լինես։ Յուրաքանչյուր պիտի մտածի, որ եկել է աշխատելու անկախ իր կուսակցական պատկանելությունից, աշխատի դա աշխատանքը կատարի նորմալ, առանց խոչընդոտներ ու խնդիրներ ստեղծելու։ Հունիսի 7-ից առաջ իրազեկումները բացատրել է, թե ինչ կարգու ընթացքով են ընտրության օրն աշխատելու բոլոր հանձնաժողովականների համար պարտադիր են։ Տեղամասային կենտրոններում ընտրողների հետ աշխատանքը քվեարկության կարգին ծանոթացնելը հանձնաժողովի անդամների պատասխանատվությունն է եւ առաջին ու պարտադիր հիշեցումը բոլոր ընտրողներին, որ քվեարկությունը փակ ու գաղտնի է։ Ընտրողին բացատրում է, որ սա փակ գաղտնի քվեարկություն է, եթե ինքը փորձի բաց քվեարկություն կատարել, դա քրեական պատասխանատվություն է, նույնիսկ ասեմ, մինչև 5 տարի ազատազրկում։ Քրեական պատասխանատվություն կան նաև խախտումներ կամ թերություններ կատարող հանձնաժողովի անդամի համար։ Ոչ միայն քվեարկության ընթացքում, նաև արդյունքների ամփոփման, քվեների հաշվարկի ժամանակ կամ արձանագրություններ կազմելիս բացառելի չեն թերությունները։ Նախադեպեր եղել են անցած ոչ միայն համապետական, նաև թիմ ընտրություններում։ Կան մարդիկ, որոնք գալիս են ընդամենը աշխատավարձի համար։ Բայց մենք շեշտում ենք, որ հարգելի հանձնաժողովի անդամներ, դուք այդ պահին կարող է ընձև իշխախտում անեք, որ նույնիսկ այդ աշխատավարձը տալով դուք չկարողանաք ձեր ձև ասած խախտումից տակից դուրս գալ խուսափել։ Բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովականների համար են այս դասերը, որտեղ մեկօրյա վարձատրվող աշխատանք կատարող անդամներին սովորեցնում են, թե ինչ ընթացակարգով են աշխատելու հունիսի 7-ին ժամը 8-ից տեղամասային կենտրոնը բացվելու պահից մինչև ժամը 20-ը քվեարկության ավարտը, որին հաջորդելու է ավելի պատասխանատու ձայների հաշվարկն ու արձանագրությունների կազմումը։ Վերապատրաստումները նաև ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների հետ ծանոթանալու համար են։ Եթե ինքը ծալված դրեց ու քվեաթերթիկը չի երևում, իրեն ուղղորդեք, որ հարգելի ընտրող, մենք տեղ չունենք, սա կհամարվի չսահմանված նմուշի ծրար, եթե չի երևում։ Ընտրական օրենսգրքի փոփոխության հիման վրա, եթե ծրարի մեջ եղավ մեկից ավել քվեաթերթիկ կամ որևէ իր կամ որևէ ուղղորդման տարբերանշան, այդ քվեաթերթիկները, եթե արդեն վրան փակցված է դրոշմանիշ, համարվում է անվավեր եւ մարվում է մյուս չսահմանված քվեաթերթիկի հետ միասին։ Ճիշտ է, անհատական յուրաքանչյուրը կարդացել ենք, ուսումնասիրել ենք, բայց այս 10-10-ներին նորից ամփոփվում են եւ ի հայտ են գալիս որոշ բաց թողումներ, որ ասենք անդամը կամ նախագահան յուրով են պատկերացրել, հասկացել եւ այստեղ արդեն տրվում է լրիվ վերջնական պատասխանը։
Վերապատրաստումները հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների համարել են։ Քվեարկության օրը տեղամասային կենտրոններում գործընթացի իրավիճակի կարգուկանոնի պատասխանատուն հենց իրենք են։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ այսքանը ծանոթացեք նորությունների մեր հաջորդ թողարկումներում։